Ինչ վերաբերում է ես կուզեի միջայլոց արձագանքել Ադրբեջանի դեսպանի խոսքին ես երախտապարտ եմ ջերմ ողջույնի համար, բայց մյուս կողմից գիտեք, ես մտածում եմ արդյոք Ադրբեջանը ցանկանում է, որ տարածքային պահանջներ լինեն Հայաստանի սահմանադրության մեջ, թե ոչ։ Երբեմն իմ տպավորությունը գիտեք, որն է, որ մեր ադրբեջանցի գործընկերները շատ են ուզում, այսպես ուզում են, որ մեր սահմանադրությունը պարունակի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, բայց գիտեք, չկան տարածքային պահանջներ, չունենք տարածքային պահանջներ մենք, եւ մենք պատրաստ ենք դա ապացուցել, եւ ակնհայտ է դա, եւ ուստի, ինչպես արդեն ասացի, եւ որն է մեր ռազմավարությունը, մեր ռազմավարությունը հետեւյալն է, լինել հետևողական, առանց լարվածության եւ դրական եւ խաղաղ մթնոլորտում ներկայացնել ու բացատրել մեր դիրքորոշման բոլոր նշբությունները, բայց գիտեք, իրականությունը հետեւյալն է, անգամ հաշվի առնելով, որ Ադրբեջանը անկեղծորեն կարծում է, որ կան տարածքային պահանջներ Հայաստանի սահմանադրության մեջ, գիտեք, ամենաարագ լուծումը այդ խնդրի որն է։ Ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ ուղարկել դա, արդեն ասել եմ, դա պարտադիր է եւ երբ Հայաստանի կառավարությունը այն ուղարկի մեր սահմանադրական դատարան եւ երբ մեր սահմանադրական դատարանը ասի կամ եթե ասի, որ այն ամբողջովին համապատասխանում է, համաձայնագիրը ամբողջովին համապատասխանում է մեր սահմանադրությանը, այն կգնա խորհրդարան, կվավերացվի եւ մենք եւ կստանա ավելի բարձր, ամենաբարձր, բարձրագույն իրավական ուժ։ Եվ այդ պարագայում չեն լինի տեսականորեն, գործնականորեն չեն լինի եւ չեն կարող լինել որևէ տարածքային պահանջներ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, բայց եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, ես արդեն ասել եմ եւ իմ պարտավորությունն է դա, մեր պարտավորությունն է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ եւ դա է մեր դիրքորոշումը եւ մեկ հարց էլ կար ազատությունից զրկված անձանց մասին։ Գիտեք, շատ զգայուն հարց է սա եւ մեր դիրքորոշումը որն է։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ այս խնդիրը կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության եւ խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության մթնոլորտում։ Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ, տարբերակ չկա հասցեագրելու այս խնդիրը։ Սակայն քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը։ Դա է մեր դիրքորոշումը։ Ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես։ Դա է մեր ընկալումը։